Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խազեր մրցանակաբաշխություն տարվա ամենաքննարկվող մշակութային իրադարձություններից մեկը, որի շուրջ քննարկումների, հույզերի եւ կրքերի պակաս չկար։ Մինչև բեմ հասնելը իրադարձությունները նախ կարմիր գորգի վրա են ծավալվում, դասականից մինչև էպատաժային ու համարձակ կերպարներ։ Կարմիր գորգին ոճային բազմազանության պակաս չկար։ Հայտնի առատա հավաքածուի ջուղա հավաքածուն է, ջուղա էջն է, եւ այսպես փորձել եմ իմ ընկերու միջոցով ցույց տալ իմ արվեստը նաեւ։ Այս տարվա խազերն ուշադրության կենտրոնում էր դեռ չսկսված, երբ հայտնի դարձան անվանակարգեր ընդգրկված արտիստների անունները, նախ երգչուհի Բրյունետը հայտարարեց չի մասնակցելու մրցանակաբաշխությանը։ Նրան հետևեց Իվետա Մուկուչյանը։ Մի քանի այլ արտիստներ էլ պատճառաբանեցին իրենց կարծիքը չմասնակցելու վերաբերյալ հաշվի չի առնվել։ Բոյկոտի մասին խոսելիս կազմակերպիչները կոշտ գնահատականներ չեն հնչեցնում։ Գիտեք, նրանք բոլորը մեր ընկերներն են եւ բոլորը մեզ իսկապես հարազատ մարդիկ են։ Կարծում եմ, որ ուղղակի չի լինում այսպիսի մեծ իրադարձություն, որ չլինեն նաեւ այդպիսի շոու հատվածներ։ Կարծում եմ, որ ես դա բնութագրում եմ շոու բիզնեսի մեկ մասը, շոուի հատված է։ Անկեղծ չգիտեմ ինչով է պայմանավորված, երբեք ոչինչ չի կարող ընկճել աշխատող մարդուն, այն մարդկանց, ովքեր ունեն նպատակ ու ազնվորեն ստեղծում են լավ բան։ Հայ շոու բիզնեսը, ինչպես բոլոր արվեստի ճյուղերը, մի ընտանիք է, որտեղ նորածին խազեր ակադեմիայում ամեն ինչ կարող է պատահել, ամեն ինչ կարող է լինել ու մենք չարացած չենք որևէ անձի հանդեպ, բոլորը մեր երգիչներն են, բոլորը շատ սիրված են, դրա համար ուշ թե շուտ բոլորի միացումը խազերին լինելու է։ Խազեր 2025-ի տարվա լավագույն երգչուհին Սոնա Ռուբենյանն այս տարի առաջադրված էր 3 անվանակարգի՝ տարվա լավագույն տեսահոլովակ, տարվա երգ եւ կրկին տարվա լավագույն երգչուհի։ Եկել եմ այս տոնը վայելելու, որովհետև նմանատիպ մրցանակաբաշխությունները, մշակութային իրադարձությունները շատ կարևոր են մեզ համար, ինձ համար որպես երգչուհի շատ կարևոր են, որովհետև մենք բոլորս մեր առօրյա թոհուբոհի մեջ, մեր կորպորատիվներով, մեր համերգներով երբեմն այս շփումը կարոտում ենք, այս փայլուն, այս կարմիր գորգը եւ այլն, մեզ դա շատ պետք է ու արժանի ենք, որ մենք էլ ունենանք այս ամեն ինչը ու շնորհակալ եմ ակադեմիային, որ այս տոնը ստեղծել է մեզ համար։ Խազերը անցած տարվանից արդեն շատ խազեր է թողել եւ շատ գեղեցիկ, կազմակերպված, էսթետիկ, շատ լավ անցավ անցած տարի։ Հրաշալի հարթակ է նաեւ նոր երիտասարդ տաղանդավոր արտիստների համար ու ես կարծում եմ շարունակելով Արտուր Գրիգորյանի աշխատանքը մենք պետք է օգնենք, աջակցենք ու դռներ բացենք հենց երիտասարդների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի առանձնանում էր տեխնիկական լուծումներով, խաղարկային, լուսային, LED էկրանների էֆեկտներով, տպավորիչ համարներից էին խաչատրյանական երաժշտությամբ բեմադրված կատարումը։ Սոնա Ռուբենյանի տրիբյուտը, որը նվիրված էր երգչուհի Վարդուհի Վարդանյանին։ Ես գիտեմ, կա մի պահ երջանկության, երբևաց սյունին ինքան ես։ Թեև հարցազրույցներում արտիստները զուսպ էին, սակայն մրցանակաբաշխության ժամանակ իրավիճակը պարբերաբար կատակների առիթ էր դառնում։ 18 անվանակարգ ունենք ու յուրաքանչյուր անվանակարգում առաջադրված 3 թեկնածու, տոպիշ 18 հոգի, այսօր այստեղից երջանիկ գնալու է տուն, այնտեղ ինչ ամնում տակը, անգամ 18, 36, այսքան 36 հոգի մյուս տարի հրաժարվելու է մասնակցի մրցանակաբաշխությանը։ Լավագույն փոփ երգչուհի անվանակարգին առաջադրված էին Իվետա Մուկուչյանը, Բրյունետն ու Սոնա Ռուբենյանը։ Բարձր ծափարեք, ավելի բարձր ծափարեք, այնքան բարձր ծափարեք, որ Իվետան ու Բրյունետն է լսեն։
Ստեղ չեն ուղղակի։ Հրաժարական են տվել Instagram-ով։ Լավագույն արտիստ քաղաքային ֆոլք անվանակարգին առաջադրվել էին 3 հոգի՝ Տաթև Ասատրյանը, Ռազմիկ Ամյանն ու Սարո Թովմասյանը։ Վերջին երկուսը նույնպես հրաժարական էին ներկայացրել։ Ուտեն ձեր սիրտը կյանքեր։ Շատ շնորհակալ ենք, որ այս մի օրը համալիրը ազատ էիք թողել, որպեսզի մենք մեր մրցանակաբաշխությունը անցկացնենք։ Թվում է սա ամենաինտրիգային անվանակարգն է, նախ եկեք ծափահարենք նոմինանտներին, մի դեպքում ունենք Ռազմիկ Ամյան, ով դուրս է մրցակցությունից եւ ամենասիրված արտիստներից մեկն է, ծափահարենք Ռազմիկին։ Սարո Թովմասյանը անկախ երգած ժանրից իր սերնդի լավագույն ձայներից մեկն է եւ դա փաստում են բոլորը։ 5 մենահամերգ Հայաստանում միայն տարվա լավագույն ֆոլք արտիստ Տաթև Ասատրյան։ Իսկ ահա լավագույն երգ անվանակարգին առաջադրված էին Սոնա Ռուբենյանը, Ճանապարհ ինձ տուն երգով, Իվետ Ամոկучյանը, Արամեն եւ Դլիթը։ Իվետ Ամոկучյան, սիրում եմ, արախակ, սիրում եմ մանավանդ երբ Իվետանա սիրում, և իհարկե Սոնա Ռուբենյան, ճանապարհեցին ինձ տուն, Սոնա, չհասկացանք ոնց, բայց դու մնացած նոմինանտներին ճանապարհեցիր տուն։ Ու մինչ կբացվեին ծրարները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանելյանը խազերի հատուկ մրցանակ է հանձնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին։ Տիկնայք եւ պարոնայք, այսօր մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մի մարդու, որի անունը վաղուց անցել է ժամանակների սահմաններից, իսկ նրա ստեղծածը շարունակում է ապրել, հնչել, հնչյուն առ հնչյուն։ Լավագույն դասական երգիչ անվանակարգի մրցանակը տրվեց Արսեն Սողոմոնյանին։ Լավագույն դասական երգչուհի ճանաչվեց Ջուլիաննա Գրիգորյանը, իսկ մինչ այդ Արսեն Գրիգորյանը այսպիսի հարցով դիմեց նրան. Ջուլիաննա Գրիգորյան ջան, Դոմինգոն, ոնց է Դոմինգոն։ Լավագույն դասական նախագիծ համարվեց Սիմֆոնիկ Հայկո բաց երկնքի տակ պրոյեկտը։ Կարծում եմ Հայկոն այս մրցանակը կկիսեր հենց իր երկրպագուների հետ։ Եվ ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել մեր ֆոնդին, Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի ողջ անձնակազմին, ովքեր մեծ սիրով ամեն ինչը կապված է Հայկոյի հետ, ճիշտ ասած հուզված եմ, կներեք։ Տարվա հայտնությունը Սիմոնն է, որն այս տարի Հայաստանը կներկայացնի Եվրատեսիլ երգի մրցույթում։ Ասել իմ տղաներին, զույգ տղաներին, ձեզ եմ շնորհակալ, որ ինձ միշտ ուժ եք տալիս, որ ես ձեզ նայելով ուզում եմ իմ քայլերը ավելի մեծ անել ու հասնել այն բարձունքներին, որոնց որ ես պատկերացրել եմ ու իմ յուրաքանչյուր հաղթանակը նվիրեմ ձեզ։ Իսկ լավագույն հեղինակ կատարող անվանակարգում հաղթեց Սոնա Ումրոյանը։ Եվ իհարկե վստահ եմ, որ ցանկացած հեղինակ կատարողի հենց երազանքն է, որ այն ինչ ստեղծել է իր համար դառնա բոլորինը։ Սոնա Ումրոյան։ Հավատացեք ձեր երազանքներին եւ գնացեք առաջ։ Լավագույն փոփ երգչուհի ճանաչվեց Իվետ Ամոկучյանը, չնայած նա, ինչպես նշել ենք, բոյկոտել էր մրցանակաբաշխությունը։ Լավագույն փոփ երգիչ անվանակարգում հաղթեց Արամեն Պետրին։ Խազ արձանիկի հեղինակը քանդակագործ նկարիչ Արման Նուրն է։ Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2024-ին ու անցկացվում է ամենամյա ձևաչափով։ Իսկ անվանումը պատահականորեն չի ընտրվել։ Վերցվել է Հայ միջնադարյան նոտագրական համակարգի անունից, որը ժամանակին ուսումնասիրել է Մեծն Կոմիտասը։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։